Սիրելի հայրենակիցներ, նորընտիր պատմության մեր այս ժամանակահատվածում բազմիցս ականատեսն ենք եղել անարդարությունների, բազմիցս ականատեսն ենք եղել ճչացող սպանությունների և այսօր նորից ականատեսն ենք մի սպանության, որը տեղի է ունեցել Գորիս քաղաքում, որի հեղինակներից մեկն էլ ըստ բոլոր հավաստի տվյալների դա բարձրաստիճան անձնավորությունն է, Սուրեն Խաչատրյանը, Սյունիքի մարզպետը։ Այս անձնավորությունը փորձելով կոծկել այս հանցագործությունը դիմում է տարբեր հնարքների։ Ումից է ստանում նա այդ հովանավորությունը։ Իհարկե Սերժ Սարգսյանից։ Ով է նրա հովանավորողը և գործատուն։ Իհարկե Սերժ Սարգսյանը։ Ինչու է Սերժ Սարգսյանը հովանավորում և գործատուն լինում այսպիսի անձնավորությունների, որովհետև ամբողջ համակարգը մեր երկրում այսօր գործող հենց նման անձնավորությունների միջոցով է տեղի ունենում։ Առանց նրանց համակարգը հնարավոր չէ, որ կարողանա գոյատևել, առանց նրանց հնարավոր չէ այս համակարգը ապրի։ Ինչի ականատեսը եղանք մենք այս վերջի ընտրություններից հետո։ Ականատեսը եղանք, որ նորից մեր ձայնը Սերժ Սարգսյանը իր այդպիսի պաշտոնատար անձանց միջոցով գրպանեց և նորից մեզ ստիպեց, որ մենք փորձենք մեր գլուխները խոնարհենք, բայց այդպիսի փորձը նրան չի ներվելու։ Այդ փորձը, որը նորից կրկին արվում է և պարտադրվում է մեզ, մենք չենք ներելու։ Հարգելի հայրենակիցներ, որն է լինելու մեր ճանապարհը։ Ճանապարհը այն է, որ մենք չպետք է հանդուրժենք, ճանապարհը այն է, որ մենք չպետք է համակերպվենք, ճանապարհը այն է, որ մենք պետք է վերջ ի վերջո գիտակցենք, որ մենք արժանապատիվ քաղաքացիներ ենք։ Արժանապատիվ քաղաքացուն է վայել, որ չունենա նման պաշտոն վարող անձ, ով Սերժ Սարգսյանն է։ Արժանապատիվ քաղաքացու համար է վայել, որ այն պաշտոնյան, ով ոտնձգություն է կատարել քաղաքացու նկատմամբ պետք է պատժվի։ Մենք չենք հետամուտ եղել պատժին, մենք հետամուտ չենք եղել մեր իրավունքների վերականգնմանը և բանեցմանը։ Հենց սա է պատճառը, որ տարիներ շարունակ մեր իրավունքները ոտնահարվում են և ոտնահարվողները մնում են անպատիժ։ Ոտնահարող հիմնական գլխավոր անձը դա Սերժ Սարգսյանն է։ Պետք է ազատվենք նման մարդկանցից և համակարգը ինքնուրույն արդեն կսկսի փլուզվել։ Բոլորս խնդրում եմ ձեզ ոտքի կանգնել և անհնազանդություն տարածել ողջ հանրապետությունով։